1771-72 թվականներին նրա վճռական ջանքերով նախ հիմնադրվում է տպարան, իսկ այդ տպարանի ստեղծման նախապատրաստության համար նա Եվրոպայում հայթայթում է անհրաժեշտ տեխնիկական միջոցներ, հայկական տառեր ձուլելու, այսինքն կաղապարներ պատրաստելու համար եւ ֆրանսիական մասնագետների նաեւ հրավիրում Հնդկաստան, որպեսզի այստեղ տպարանը հնարավոր լինի կազմակերպել։ Այնուհետև այստեղ լույս է տեսնում առաջին աշխատանքը, այսպես փորձնական տպագրությունը Այբեն Արանը, որ ուսումնական նպատակ ուներ եւ հաջորդ աշխատությունը լույս է տեսնում արդեն 1772-73 թվականներին նոր տետրակ, որ կոչի հորդորակ։ Սա հայ քաղաքական հրապարակախոսության առաջին նմուշն է, յուրօրինակ մանիֆեստ հռչակագիր, որտեղ ներկայացվում է հայության անցած ճանապարհը եւ մեր ձեռքբերումները պատմության մեջ եւ հակադրվում է այդ պատմական ձեռքբերումները ներկա իրականությանը 18-րդ դարի երկրորդ կեսի թշվառ իրականությանը բուն Հայաստանում եւ որպես առանձին օրինակներ, որ հնարավոր է հաջողության հասնել, նա նշում էր 18-րդ դարի հայ ազատագրական պայքարի դրվագներ Սյունիքում, Արցախում եւ հատկապես շեշտում էր Խամսայի մելիքությունների հանգամանքը։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։